Մակրոտնտեսական զարգացումները ներկայացնելիս ֆինանսների նախարարը նշեց, որ նախորդ տարի պահպանվել են բարձր տնտեսական աճի միտումը և մակրոտնտեսական կայունությունը։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 8,3%։ Միաժամանակ գնաճային միտումները եղել են թիրախին համապատասխան 3,3%-ի շրջանակում։ Ըստ Հովհաննիսյանի, պետական բյուջեի կատարումն ընթացել է հարկային եկամուտների ծրագրի ամբողջական կատարմամբ, ինչ նախնական գնահատումներով ապահովում է շուրջ 1%-ային կետի հարկեր հնա ցուցանիշի բարելավում, որը ըստ նախարարի տեղի է ունեցել հարկային վարչարարության ջանքերի, վարչարարական ճեղքի նվազման, տնտեսական գործոնների և հարկային օրենսդրության բարեփոխումների արդյունքում։ Եվ կհասնենք արդեն 24,5%-ի, ինչը մեզ մոտեցնում է կառավարության 21-26 թվականների թիրախային 25% ցուցանիշին, եւ ըստ էության 26 թվականին մեր առջև դրված խնդիրը կատարելը առավել հեշտ է դառնում։ Ինչ վերաբերում է դեֆիցիտին, այն լինելու է առնվազն 1%-ային կետով սպասվածից ավելի փոքր։ Հիշեցնեմ, որ մեր պլանավորված դեֆիցիտը 5,5% էր, եւ բնականաբար սա իր դրական ազդեցությունն է ունենալու նաեւ պարտքի վրա, որովհետեւ եթե մենք պլանավորում էինք պարտքը 2025 թվականի վերջին կանցնի 50%-ից, ես կխոսեմ կառավարության պարտքի մասին, ապա ամենայն հավանականությամբ մեր հաշվարկներով կառավարության պարտքը մոտ կլինի 48,7%-ի, հիշեցնեմ, որ անցած տարվա 24 թվականի ավարտով կառավարության պարտքը 48% էր։ Սա Հովհաննիսյանի վստահեցմամբ իր դրական ազդեցությունն է ունենալու պետական պարտքի սպասարկման տոկոսների ընդհանուր շուկայի միտումների վրա։ Սա նաև ազդելու է կառավարության թողարկած գանձապետական պարտատոմսերի և միջազգային շուկաներում Հայաստանի արտարժութային պարտատոմսերի տոկոսադրույքների վրա։ 2025 թվականի մարտ ամսին, երբ որ մենք թողարկեցինք 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդեր, դրա տոկոսադրույքը 7,1% էր, արդեն 2026 թվականի հունվարին այդ տոկոսադրույքը իջել է 196 բազիսային կետ կամ 1,96։ Վահե Հովհաննիսյանի համոզմամբ լավ նորությունն այն է, որ սպասում են պարտքի սպասարկման ծախսերի պլանավորվածից ավելի ցածր մակարդակ, այսինքն այն, ինչ գրվել է 2026-ի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար, ամենայն հավանականությամբ ունենալու ենք դրանից ավելի ցածր մակարդակ։ Դա պայմանավորված է այն դրական զարգացումներով, որ նկատվում է ոչ միայն միջազգային շուկաներում, այլև Հայաստանում։ Օրինակ, եթե մենք 2024 թվականին 10 տարի տևողությամբ գանձապետական պարտատոմսերը թողարկում էինք 9,6% տոկոսադրույքով, ապա մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ 26 թվականին տեղի ունեցած առաջին արդյունքով այդ նույն տոկոսադրույքը եղել է 8,1%։ Այս համատեքստում ֆինանսների նախարարը կարևորեց այն, որ Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները և իրենք մասնակցում են մեր տեղական աճուրդներին, դրանով իրենց դրական ազդեցությունն ունենալով մեր տոկոսադրույքների վրա։ Եվ սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել ենք, որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստան օտարերկրյա ներդրողներ ներգրավելու նպատակով, եւ սա ըստ էության տեղի է ունենում։ Այս պահի դրությամբ մեր պարտատոմսերի մեջ նրանց մասնաբաժինը հասել է 7%-ից ավելին է, եթե նախկինում դա 1%-ից նույնիսկ ցածր էր։ Վահե Հովհաննիսյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, կարևորելով հանրապետությունում առկա շինարարական մեծ ծավալները, որոնց առյուծի բաժինը վերաբերում է դպրոցաշինությանը, Հյուսիս-Հարավ ծրագրին։ Ֆինանսների նախարարը բարձր գնահատեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանն այս տարի կհյուրընկալի կենսաբազմազանության կողմերի համաժողովը COP17-ը, որը կունենա ավելի քան 20,000 մասնակից։ Նրա խոսքով սա մեր երկրի համար աննախադեպ մասշտաբի միջոցառում է, որի շրջանակում կստեղծվեն նոր ենթակառուցվածքներ։ Իդեպ 2026-ի մայիսին մեր երկրում կանցկացվի նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Տիգրան Վագիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։